Այսօր դերոջը շնորհքով կշարունակենք մեր նյութը, ինչու եւ ինչպես աղոթել եւ հատված պիտի գարտամ, որ կգտնվի առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխին 17-ին 18 համարները։ Առաքյալը գսե անդադար աղոթ գրեք, ամեն բանի մեջ քողություն տվեք, վասնզի այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ձեր վրա։ Աստվածաշունչի մեջ աղոթքի նյութը ընդարձակ նյութերեն մեկն է։ Այս ուղղությամբ շատ թեփքեր եւ բարականեր կան, շատ թելադրություններ եւ պատվերներ կան։ Եվ եթե յուրաքանչյուր թեփք ըսված խոսք հասկանալու համար իր շիդակ դեղը չտնենք, սխալ կաղապարներ պիտի գազմենք աղոթքի նյութին շուրջ։ Շվարումի պիտի մատնվենք ինչ ուներու արջև և մինչև իսկ Աստուծո թեմ պիտի լարվենք զայն մեղադրելով, որ ան մեր աղոթները չլսեր, կամ չպատասխաներ։ Պողոս առաքյալ երդասարդ հովիվի նամակ կգրե, որում մեջ շատ կարևոր խոսք մգսե, պատվեր կուտա եւ ում փար մգկործածե եւ պետք է նկատի առնեն բոլոր անոնք, որոնք փեմերու վրա գելեն գխոսին կամ թիմադեդրի արջև գնստին Սուրբ Գիրքը ձեռքերնին գուզեն աստվածային ճշմարտություններու շուրջ ուրիշներուն խոսիլ կամ ուսուցանել։ Լսենք ինչ կսե առաքյալը։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 15-րդ համար գսե չանք ըրե քուանցդ ընդիր ցուցունել Աստուծո առջև այնպեսի բան որ մըլլալով որ պիտի չամչնա ճշմարտության խոսքը շիդակ բացադրելով։ Վստահ եմ բոլորդ որ գարտացիք ձեր ցերկը քիրքեր ունիք Սուրբ Գիրք բացադրել գսե։ Հոն հունարեն բնակիրը օրթոթոմիս գսե։ Օրթո ուղիղ կնշանակե, ուրգե ձակում արած է ուղապար օրթոդոքս պարը։ Օրթոթոմիս կնշանակե ուղիղ, ցևել, բաժնել, ուղիղ, եւ այս պարը կկործած էին հողակորցներ ու գդարած կործին, որ չուրի ջամփաներ կփանային, կգդրեին, ցևեր կուտային, որպեսի չուրը երթահոն, ուր որ պետք է երթա։ Անդոր առաքյալին այս պատվերին կարևորություն չուզեր տալ եւ միևնույն ադեն Սուրբ Հոգի գոլովե ասելով ես երբ փեմին վրա կգենամ իմ լեզուս Սուրբ Հոգին կհացնեմ եւ այդ բահուն Սուրբ Հոգին ինչ որ տնեպերնիս այդ կխոսիմ։ Այդպեսիներ առաջ որ լեզունին Սուրբ Հոգին հանցնեն, նախ պետք է միտքերնին հանցնեն, որպեսզի Սուրբ Հոգին, որ ամեն ճշմարտության գարաչնորդ է, ամեն ճշմարտության գարաչնորդ է, եւ հեղինակն է Աստվածաշունչին, փանա եւ լուսավորե անոնց միտքը, որպեսզի քրվածը հասկանան, օրթոթոմիս ընեն, շիդակ բաժնեն, ու ոչ թե ասեն քրված է, ինչպես Եհովայի գարձեցյալ վկաները եւ անոնց նմանները, որ այսօր գվխտան ամեն գոմ։ Երբ մեկը որոշ աստեցություններու տակ քրված է գսե եւ ինք քրվածը հասկացած չէ, որ մասին գխոսի եւ ոտ կգողե, միայն շվարումի գմատնե լսողները եւ բարզամիտները գմխիթարեն սուտ մխիթարություններով։ Աղոթքի նյութին շուրջ այնքան խոսքեր կան,
ըսված զանազան բարականերու մեջ, եթե փեմի վրա գեցողներ կամ թիմադեդրայի արչև Facebook ըսվածին արչև նստին եւ ամեն խոսք իր դեղը չտնեն, օրթոթոմիս չնե, այդ բարակային բիդի նմանի բարավ գնոչմը, որ սուրջիկավատը ծերքին մեջ գնայի և իր ուզածը գտեսնե և գխոսի։ Նույնպես ալանով սուրբ քիրքը ծերքերդին քրված է գսեն, առանց քրվածը հասկնալու։ Զոր օրինակ, քրված է, դերը Սողոմոնի երևցավ և ըսավ, քանի որ իմաստություն և փառք չխնդրեցիր, քեզի իմաստություն բիտամ, որտև իմաստուն սիրտ խնդրեցիր, քեզի իմաստուն սիրտ բիտամ, նաև հարստություն և փառք պիտի տամ։ Ուրեմն եկուր իմաստություն խնդրե և հարստությունն ալ բիդարնես անոք եղիր, քրված է, անոր աղկադանալովը մենք հարստացանք, աղկադես, այո, ինչպես կլայդ, անեցքի տագես, աղոթե սիրելիս, որ ասված ազատե քեզ աղկադության անեցքեն, Հիսուսի անունով, ոչ թե Հիսուսի անունով, հապա Հիսուսի զորավոր անունով, քրված է, քո մտնելդ և ելնելդ պիտի օրհնեմ, ասված կարող չէ, իր խոստումը գադարելու անդեղի հարցումը զոր շատերու շվարեցուցած է և Աստուծո թեմ լարած են։ Հարցը Աստուծո ամենագարողությունը չէ, հարցը քրվածը շիտակ հասկնալն է։ Քրված է, անոր վերքերովը մենք բժշկվեցանք, հիվանդ ես, այո, ուր է քո հավատքդ, ինչու հիվանդության անեցքի տակ գմնաս, չես հավատալ քրվածին, անոր վերքերով մենք բժշկվեցանք, այս շվարած մարդիկը գգարձեն, թե ամեն հիվանդությունները անեցք են սատանային կողմեն։ Եթե Պողոս Արաքյալ հիմա այս դասագարքի մարդոց հետ ըլլար, անոնք բիդեսեին, գրեդեի մեջ մեր եղբոր նամակ քրերես, ըսերես, որ ըստամոքսի հիվանդությանդ համար, որ ցավե գդարաբիս, քիչ մնալ քինի խմե, այդ ինչ խոսք է, ուր է քո հավատքդ, քինի խմե եղեր, մեր եղբայրը հիվանդության անեցքին դակ պիտի ծարայե և զինքը թերահավատ պիտի գոչեին։ Քրված է Արաքյալը գսե երկրորդ Կորինթացիցի մեջ, եկեղեցիները գողոպտեցի, աղվորը, անոնք գողոպտելու ցևերը գիտեն, շատ խոշերնին գուկա այս բարը, գողոպտեցի, ես ալ կգողոպտեմ, ցևերը գիտեն ասում, ցևերը գիտեն։ Ինչպես մեկ օրը ըսեր է, եկեղեցի եկա եղբայրներ քույրեր և բենզինից սլակ այնքան իջած էր և որ լույսը գվարեր և տրամաբանագս տունը մորցա, բայց դիկնոջս հետ աղոթեցինք Հիսուսի անունով և ասված մեզի միջև ոսպերավ, փառք Տերոջ, հիմա ինչպես պիտերտանք, չենք գիտեր, բայց կհավատանք, որ Տերը մեզի դարձյալ հրաշքոմը պիտի վերադարձնե։ Քարոզը կվերջանա, կմոտենան, Սուրբ Հոգին խոսեցավ ինձի, մարդը սուտ կխոսի և այդ սուտը Սուրբ Հոգին գվերակրե լսոներ այդպես կլան դժբախտաբար Սուրբ Հոգին խոսեցավ ինձի արաս կումարը բենզինիտ համար և ասպես մի քանի տասնյակ հոգիներ ամենագարն է տրամը գավայ գողոպտեցի Արաքյալը կսե քրված է գողոպտեցի
Շարքը երկար է։ Այս բաները ասելս անհրաժեշտ սեբեցի, որովհետև դեղը հասած ենք, ուր արվեստագիտությունը, տեխնոլոգին թյուրին ցուցած է մարդոց խոսելու թիմադեդրի միջոցով, Սուրբ Գիրքը ցերկերնին աչեն ցախեն համարներ իրար ու կփակցնեն, քրված է գսեն ու վարդապետություն կշինեն եւ գդարածեն եւ բարզամիտները գխափեն անշուշտ խափողներ որքան որ հանցավոր են խափվողներն ալ հանցավոր են որոնք աստվածաշունչ չեն գարտար գարտացածին վրա չեն խորհիր չեն ուզեր խորին այսպես սխալ քահապարներ կգազմեն աստվածային ճշմարտություններու շուրջ այդ ճշմարտությունները մեգնալ աղոտ կնե անցյալ գիրագի մեր նյութին շուրջ խոսեցանք ինչու եւ ինչպես աղոթելու ենք այսօր հավելվածական գարկը յետերալ պիտի վերառնենք ըսինք թե աղոթքը բարդատրություն չէ հատուկ վայրի մեջ հատուկ ժամի մեջ այդ ժամը հասավ պետք է աղոթես անգե հետո աստված չի լսեր մի արցներ չի լսեր աս է ժամը այս է վայրը պետք է աղոթեք աղոթքը թութագային արդասանություն մնալ չէ գարդասանեն առանց իմաստը հասկանալու հայր մեր աղոթքը օրհնյալ աղոթք մնե մեր Տեր Հիսուս Քրիստոսը սորվեցուց բայց շատ է գաղոթե առանց իմաստը հասկանալու Քուգամքը դլավ դեր ինչպես երկինքը նույնպես երկրի վրա իմ վրաս գուզեմ որ քուգամքը դլա մինչդեռ ինք աստուծո գամքին հագարակ գաբրի ինչպես կլա մի հարցնել ես աղոթքս ըրի բարդականությունս կատարեցի աղոթքը միագողմանի խոսակցություն չէ խոսիլ դուր բայ այս չէ աղոթքը բարձ խոսակցություն է աստուծո հետ զայն գոչելով հայր ինչպես աղոթելու ենք այս ուղղությամբ մի քանի գեդեր հիշեցինք հավատքով աղոթելու ենք հավատքով գաղոթենք հավատքով ոչ թե նյութական բան գտեսնենք որբեսի զգանք որ աստուծո հետ կխոսենք հավատքով գաղոթենք նաև հեզությամբ գաղոթենք մաքսավորին նման եւ ոչ թե փարիսեցին նման մեր անձերը քովելով հոբարդությամբ դարձյալ երբ գաղոթենք մեր միտքը մասնագից կդառնա մեր աղոթքին գահասկնամ ինչ որ գաղոթեմ գահասկնամ ոչ թե անցես դուրս գելեմ եւ խոսածս չեմ հասկնար հապա միտքը մաս կգազմե եւ մաքուր սիրտով գաղոթենք ուղիղ սիրտով Ձուր սիրտե աղոթք փարսացնողներուն աստուծո թիրքը հստակ է համբերությամբ մտի գրեք տեսեք աստված ինչ թիրք բռնած է բոլոր անոնց հանդեպ որոնք ձուր սիրտով գաղոթեն նայեցեք Եսայա առաջին գլուխն է գսե ինչ պետք է ինձի ծեր զոհերուն շատությունը ծեր խոյերուն ողջագեզներեն ու բարակ անասուններուն ջարբեն գշտացած եմ գսե դերը եւ զվարակներուն ու քարներուն եւ նոխազներուն արյունը չեմ ախորժիր արյունները երբ գուքակ իմ արջևս երևնալու ով բան չէ ցեզմե որ այսպես իմ սրահներս կողեք ալ ինձի ունայն ընծաներ մի բերեք ծեր խունգը ինձի բիղձ է ամսակլուխներուն ու շապատներուն եւ ժողովներու կումարվերուն չեմ գրնար դանիլ ծեր դոնախմբությունը անգամ անօրենություն է ծեր ամսակլուխներեն ու դոներեն գզզվի իմ հոգիս աստված մարդկային բարեր գործած է որ մարդը հասկնա գզզվի իմ հոգիս գսե անոնք իմ վրաս ձանր փեր եղան վերցնել է հոգնեցա ուստի երբ ցերկերնիդ կդարածեք
աչքերը սեզմե պիտի ծածկեմ, նաև երբ աղոտնիդ կշատցնեք պիտի չլսեմ, բասնզի ցերքերնիդ արյունով լեցուն են։ Աստուծո թիրքը այս է։ Մարդը գսե, ես Աստուծո համար գաղոթեմ, Աստուծո համար մադաղ գնեմ, Աստուծո համար ձերանոցին, գյուրանոցին, որբերուն ոգնեմ, Աստուծո համար գնեմ, բայց ձուր սիրտով, շատ լավ է, օգնելը, բարեգործությունը հրաշալի է, հիանալի է, մեծ բարձրություն կա, բայց ոչ թե ձուր սիրտով, ձուր սիրտով։ Ուրեմն, ինչպես աղոթել այսօր ուրիշ գեդերալ պիտի իշենք։ Կարդացած հատվածի մեջ առաքյալը գսե անթաթար աղոթեք, անթաթար։ Ինչպես պետք է հաշտեցնենք Պողոս առաքյալի խոսքերը Հիսուսի խոսքերուն հետ, որը սավ, երբ աղոթ կնեք, հեթանոսներուն պես շադախոս մի ըլլակ, Բասնզի գգարձեն, թե իրենց շատ խոսելուն համար պիտի լսվի։ Մատթեոս 6:7 Հիսուս գսե հեթանոսներուն պես մի աղոթեք։ Չեմ գիտեր, եթե դեղյակ եք հեթանոսները ինչպես գաղոթեին։ Հեթանոսները երբ իրենց աստվածներուն գաղոթեին, նույն բառը շատ անգամ գգրտնեին։ Եվ դարօրինակ ցայներով գբորային եւ գբարեին եւ իրենց մարմինները գդանչեին թանակներով բատկերմ ունենալու համար պիտի գարտամ Եղիայի բարական որ գրված է 3-րդ թագավորաց գիրքի մեջ 18-ը 26-ն պիտի գարտամ հոն բատկերմ գուտա որ հեթանոսները ինչպես գաղոթեին Եվ հունած պատմությունը ասկաց Քրիստոսի առաջ լայն ծավալի վրա դեղեցություններ կան հեթանոս պաշտամունքներու առնչությամբ ահրելի բաներ կնեն հոս պատկերմը գարտամ ուրեմն 3-րդ թագավորաց 18-ը 26-ն 28-ը գսե Եվ անոնք իրենց դրված զվարագարին ու պատրաստեցին եւ արաբոդե մինչեւ գեսոր Փահաղի անունը գանչեցին ու ասին. Ով Փահաղ, մեզի պատասխան դուր, բայց այն չգար ու պատասխան տվող չգար։ Եվ անոնք իրենց շինած սեղանին քով գցատկեին։ Այսօր շատ խմբակներ կան, պաշտամունքներով ադե գցատկին, որպես թե Սուրբ Հոգին գրակ իրենց վրա իջած է եւ դակություն կսկան, դակութենեն անոր Սուրբ Հոգին դակութենեն գցատկին, հեթանոսներ գնեն գցատկեին։ Ու երբ Գեսոր եղավ, Եղիազանոնք ծաղր անելով ըսավ. Բարձր ցայնով կանչեցեք, քազալիգա ասված է, թերևս խոսակցություն ունի, շիդակ թարգմանությունը խորհուրդներու մեջ դարված է։ Խոսակցություն ունի գամ ըսպաղած է, գամ ջամփորդություն գնե, գամ թերևս քնացած է, ու պետք է որ արթնա, եւ անոնք բարձր ցայնով գբորային ու իրենց սովորություն էր, գսե, իրենց սովորությանը բես թանակներով ու քեղարտներով իրենց մարմինները կգդրեին, մինչև որ իրենց վրային արյուն գվազդեր։ Հեթանոսներու աղոթքի մեջ հավատ քոյություն չունի։ Արցանը գա, անոր արջև գուքան, դեսանելի բաներ կան, արդակին երանդ մգա, շարժումներ կան, ցատկել, բարել, երանդ կա, մարմնավոր, զգացական, լավ վիճակներ կան, բայց ոչ հավատ։ Իսկ առաքյալի միտքը, որ գսե անթաթար աղոթ կրեք։ Հասկանալու համար անթաթար աղոթ կրեք, պետք է տեսնենք, որ օրինագով մեր մարմինը քոյադևելու համար մենք
գուտենք եւ գխմենք, որբեսի ապրենք, որբեսի շարժենք, գործենք, երթանք, կանք, խոսենք, պետք է ուտենք եւ խմենք։ Անհրաժեշտ է թե ուտելը եւ թե խմելը։ Սակայն այս չի նշանակել, որ մենք անդադար ուտենք եւ գխմենք։ Եթե անդադար ուտենք խմենք, գանուխ քերեզման երթանք։ Ուրեմն մեր անմա հոգին կոյադևելու համար մենք հաջող աղոթելու ենք։ Բողոս Արաքյալ հոն աղոթքի անհրաժեշտությունը գսե, անհրաժեշտությունը։ Առանց աղոթքի կարելի չէ ապրել։ Ուրիշ կետ մնալ մեր նյութին առնչությամբ սպասելով եւ քոհությամբ աղոթել։ Թեսաղոնիկեցի մեջ գարտացինք անդադար աղոթ գրեք, ամեն բանի մեջ քոհություն դրեք։ Որովհետև այս է Աստուծո կամքը։ Եվ այս գիշեցն է մեզի, որ քանքադիլը Աստծո կամքը չէ։ Դրդնչելը Աստծո կամքը չէ։ Քոհությունով գսե աղոթ գրեք։ Ուրեմն Գողոսացիս 4-րդ գլուխի մեջ հոն Արաքյալը գսե 4:2-ի մեջ շարունակ աղոթքի ետևե եղեք, անոր մեջ արթուն մնալով հոսալ գսե քոհությունով։ Քոհությունը սիրելներ իրականության մեջ միջև իսկ անհավատ բժիշկներ հաստատած են, գիտնականներ, առողջություն է։ Հոգին առողջություն է, միտքը խաղաղը բայ է։ Երևակայեցեք մեկը քոհ չէ իր վիճակել։ Ամեն բան ունի, քոհ չէ, կդրդն չէ։ Հիվանդ, միտքը հիվանդ է անոր։ Առողջ է, շուրջիներն ալգի հիվանդացն է։ Ամեն անգամ կդրդն չէ։ Քոհությունը լավ բան է, բայց պատճառ պետք է քոհություն, քոհունակ սիրտ ունենալու համար պատճառ պետք է։ Պատճառը մեկ է։ Քրիստոսի ներկայությունը սրտիդ մեջ։ Հիսուս դուրս է կյանքդ, քոհ չես կրնալու։ Անգողինդ ոսկե ալլա, քոհ չես կրնալու։ Բարապություն մգա մեջդ։ Քրիստոսի ներկայությունն է։ Այո, որպես հավատացյալներ գդարվինք երբեմները, գքանքադիկ, բայց վիճակ չէ, վիճակ պետք չէ լա, քոհունակ սիրտ պետք է ունենանք։ Հոսալ գսե գոսացված մեջ որ գարտացինք, պետք է սպասենք, քոհունակությունով։ Աստված իր ժամայցությունը սիրելիներ եւ իր ծրագիրներ ունի։ Աստուծո ծրագիրները մեզ համար իր ժամայցուցին հիման վրա գկալ է եւ ոչ թե մեր։ Մեր ժամայցուցը շատ արագ կաշխատի, շատ արագ։ Մենք կուզենք ամեն բան արագ ձևով, մեր ուզած ձևով։ Ճիշտ ինչպես որ մենք կուզենք, չենք համբերել։ Օրմը քանքադող եւ անհամբեր հավատացյալը Աստուծո գսե ով դեր քեզի համար 10 տարին ինչ է Աստված կպատասխանե 1 տարի է ինձ համար ով դեր քեզի համար 10 միլիոն դոլարը ինչ է կպատասխանե $1 է լավ գսե ով դեր հաջիս ինձի $10 բգուդաս այո գսե անշուշտ բայց մեկ վարյան պետք է սպասես մենք ամեն բան արագ կուզենք որլա Փրեստոյի մեջ ամեն բան արագ եթե ասված մեր բոլոր ուզածը մեր ուզած ադենը դա մեր ուզածին պես շուտով հավատացյալները անկարգավար պիտի եւ շփացած երևակայ է ինչ որ ուզես ասված կուտա քեզի
Այն ադեն հավատալ պետք չի գա։ Ես Աստծուց մե ինչ որ խնդրեմ, Աստված կուտա ինձի։ Եթե այդպես լա, շփացած հավատացյալներ գլանք։ Փառք կուտանք, որ ան իր ժամացուցին հիման վրա գաշխատի եւ բոլոր ծրագիրները բարիեն մեզի գինա սպասել, համբերել։ Հովսեփ համբերեց։ Առաջ ինչ էր Հովսեփ շփացած Հակոբի զավակն էր։ Երազալ դեսավ վրան, հիմա դուք բոլորը ինձի պիտի խոնարհիք։ Աստված ասավ եկուր, քեզ պետք է դուրս անեմ աստեղեն։ Եվ համբերություն սորվեցավ։ Փարավոնի բալադի մեջ հասավ, չեմ գիտեր, եթե քիչ մոհոնալ բան, բան թրավ, բանդի մեջ ալ աղվորը քմվեցավ, աղվորը ընդիր հավատացյալ եղավ եւ փարավոնի հաջորդը եղավ եւ միջոցը հրյա ժողովուրդը սովեն ազատելու ուրեմն պետք է համբերենք որովհետեւ աղոթքը Սուրբ Աստծո հետ գենթանի հաղորդակցություն մնե ինչպես ասի աղոթողը մաքուր սիրտով ուղիղ սիրտով պետք է աղոթե Երբ Աստծո առջև գուքանք աղոթելու, լավ է մաքուր եւ ուղիղ սիրտ ունենալ առանց բարերու, քան լավ շարադրված բարեր ձուր սիրտով։ Սիրելներ մեծ առանձնաշնորհում ունենք Աստծո հետ խոսելու։ Ամենայն բարձրությամբ քնանոր խոսե ուղիղ սիրտով անորամար փոխադարձության մեջ վերջին հատվածը ինչ կսե Փերնիս խոսքերը ու սրդիս խորհուրդները ընդունելի լան մաքուր սիրտով այնպես որ այս մեծ արիթը օգտագործենք արաքյալը գսե անդադար աղոթք կրեք Աղոթքը կարևոր է, անհրաժեշտ է։ Աղոթքը հավատացյալին թթվածինն է, օքսիգենն է, գշնչե։ Առանց աղոթքի կարելի չէ։ Ամեն բանի մեջ քոություն տվեք։ Մեր վիճակը լավագույն վիճակը նկատենք Աստծո կողմէ կարգադրված։ Քոությամբ անոր հետ ապրինք եւ ասիկա Աստծո կամքն է։ Եվ երբ մենք Աստծո կամքի մեջ կմնանք, այն ադեն Աստված մեզի գործն է։ Բայց ինչ կհասկանանք Աստված մեզի գործն է։ Կհասկանանք, որ մեր սրտերը գադարյալ խաղաղության մեջ են։ Շուրջը դակն ու վրա թուն խաղաղ։ Ասե Աստծո օրդությունը։ Անոր ներկայությամբ ուրախ ես, երանելի ես, երջանիկ անց ես։ Այս է Աստծո օրդությունը, ինչ որ շատեր չունին, նեղության մեջ, դժվարության մեջ, խուճապի կմատնվին, ինչ ընելիքն ինչ են գիտեր, այնպես որ օգտվենք այս մեծ շնորհքեն, դերը գամի կալ գիրագի պիտի խոսենք ձոմաբահությամբ աղոթքի մասին, ինչ որ այս 40 օրվա մեծ բակի շրջանի մեջ այդ ուղղությամբ հասկանանք Ձոմաբահությունով աղոթելը Աստված կքննադե եւ որքան կարեւոր է։ Դերը ցեզ օրհն է, ցեր աղոթները պատասխան է եւ անոր օրհնությունը հանգչի ցեր բոլորի վրա իր փառքին համար։ Ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ լավ որ մեր աղոթները լան քողությունով, հնազանդությունով, ուղիղ սրտով, որբեսի դերը մեր սրտին խորհուրդները ու խորհուրդներուն հաջելով պատասխանե իր գամքին համաձայն։ Պիտի վերջացնենք երգելով 8-րդ երգը
որուն երրորդ տունը զանց պիտենենք եւ չորրորդ տունը ոտքի եւ հովիվի նահոտքով պիտի փագենք։ Փրչին պիտ պատմեմ։ Փրչին պիտ պատմեմ, փորձություն սամեն, Ալչեմ գրնար այս երներ ստանին, անգումներուս մեջ հզորապավեն, Փրչիս կարող է ոգեր ստանին, Փրչին պիտ պատմեմ, փրչին պիտ պատմեմ, Ալչեմ գրնար ես պերներ ստանին, Փրչին պիտ պատմեմ, Սիան կարող է ոգեր ստանին, Փրչիս պիտ պատմեմ, տագնապներ սամեն, Փարեգամ սուփարեր արսեան, Սիան գազադեր, մեղքեր ու սավեն, Տագնապներ ու սավ ու դավաղջան, Փրչին պիտ պատմեմ, Ալչեմ գրնար ես պերներ ստանին, Փրչին պիտ պատմեմ, Սիան կարող է ոգեր ստանին, Հաջուկ աշխարհի զիս շատ կխաբեն և կփորձվի սիրտ շարունակ, Փրչիս պիտ պատմեմ, որոնք նեվեր են, իր մոտ կտանի միշտ հաղթանակ, Փրչիս պիտ պատմեմ, Ալչեմ գրնար ես պերներ ստանին, Փրչին պիտ պատմեմ, Սիան կարող է ոգեր ստանին։ Շնորհակալ ենք մեր սիրելի Փրկիչը, մեր Թագավորը, Դերը, մեր Աստվածը գխոնարի քո առջևը փառք կուտանք, որ քեզ ունենք, մեր սրտերում մեջ, մեր կյանքերում մեջ, առանցին չենք, անոր համար դեր քեզմով կբարձենանք, քեզմով ուրախ ենք, գիտենք, որ դու մեր առջև են երթաս, օգնե մեզի, որ մենք ալ քեզի հետևենք եւ քո ունակ սիրտ ունենանք եւ դեր մեր կյանքով քեզի փառավորենք։ Դեր այս խոսքերը գնքես մեր սրտերում մեջ եւ լավ որ քննադենք այս մեծ առանձնաշնորհը որ ունենք եւ դեր այսպես քեզի հետ ուղիղ սիրտով քալենք, խոսենք եւ ծառայենք։ Քու փառքիդ համար ամեն։